Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, իրականում նախագիծը շատ ողջունելի նախագիծ է եւ սպասված նախագիծ է։ Ըստ էության քննարկման արդյունքներով եկանք այն զանգման, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտողները ինչպիսի գնահատականներ կստանան, այդ գնահատականները կհամարվեն նաև ատեստացիայի արդյունքներ եւ ըստ այդմ կբարձրանա իրենց աշխատավարձի չափը։ Պաշտպան հայրենյաց ծրագրի մեջ ընդգրկված մեր զինծառայողները, ովքեր 18-ից 20 տարեկանները, ովքեր 6 ամիս ուսումնական զորամաս անցնելուց հետո հանձնում են քննություն, այս քննություններն են լինելու դիֆերենցված, այո, եւ այդ քննության արդյունքները դառնում են նաեւ ատեստացիայի արդյունքներ։ Ստացվում է, որ եթե մասնագիտությունը չի փոխում, եթե չի փոխում մասնագիտությունը, այո։ Ստացվում է, որ տեսեք, նոր ավարտ լեյտենանտը առնվազն ստանում է 230-250 հազար դրամ աշխատավարձ, չէ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտելուց հետո։ Եվ եթե նրա քննության արդյունքները գերազանցեն իր աշխատավարձին 230 կամ 250 հազարին, նա գումարում է նաև 475 հազար աշխատավարձ։ Չէ, կներեք, 475 հազար սպաների համար այդքան է գերազանցի արդյունքը եւ խնդրեմ սիրելի հայրենակիցներ պատկերացրեք թե ինչ մոտիվացիոն հիմք է ստեղծում մեր երիտասարդներին որպեսզի ընտրեն այս մասնագիտությունը։ Այսինքն լեյտենանտը նոր ավարտած հնարավոր է որ ստանա գրեթե 700 հազար աշխատավարձ 20-ից 750 հազար դրամ աշխատավարձ մինչև կարող է ստանալ մարտական հերթապահություն հասկացնող զորամասերում դա կարող է տատանվել մինչև 820 Այո, մարտական զորամասերում արդեն որոշակի հավելավճարներ են լինում եւ 800 հազարից ավել աշխատավարձ կարող է լինել։ Բազային 620-ից 750 սա է ճիշտ ասել, որ հետո տարընթերցում։ Շնորհակալություն իհարկե կողմ քվեարկենք այս նախագծին, այսքան։